Իսկ եթե շաքարախտի ժամանակ մենք ունենք նաև արդեն իմուն համակարգի խանգարում եւ գլյուկոզան լիքն է, բոլորը շատ լավ գիտեն, որ միզասեռական օրգանները արտաքնապես շատ միկրոբներով ու սնկերով միշտ կան արտաքնից, բոլորի մոտ կա։ Հիմա, քանի որ մեզով գլյուկոզա է դուրս գալիս սնունդ է այդ միկրոբների եւ սնկերի համար, շատ արագ միանում է սեռական անդամի բորբոքվածությունը։ Այսինքն այս բորբոքային հիվանդություններն էլ իրենց դերն են խաղում բնականաբար, եթե սեռական անդամը բորբոքված է միզուղիների եւ այլն միզուկի հետ կապված մենք ունենք միզուկի բորբոքում, դա անդրադառնում է սեռական անդամի վրա եւ արյան շրջանառության եւ մկանաթելերի, այդ բոլորը իրար ինչ կբերի սեռական թուլություն։ Ուրեմն այս կոմպլեքսից խուսափելու համար առաջի կարևոր պայմանը գլյուկոզան պետք է լինի նորմալ։ Եթե մենք ուզում ենք շաքարախտ ունեցողի մոտ կարգավորենք նրա սեռական ֆունկցիայի անկումը, լինեն կանայք թե տղամարդիկ, առաջի կարևոր պայմանը գլյուկոզան բերել նորմայի, այսինքն յուրացնել արյան մեջի գլյուկոզան նախ եւ առաջ օրգանիզմին ապահովել նորմալ բավարար քանակի էներգիայով։ Եվ գլյուկոզը եւ շաքարախտային բարդությունները ցավոք սրտի, որոնք զարգանում են տարիների ընթացքում, դա գալիս է բարձր գլյուկոզայից։